Երևանի FT&FT Digital Space-ում տեղի ունեցավ Yo Voice Coffee Rave-ը։ Yo Health հավելվածի միջոցով 1000 քայլ հավաքելով այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու ռեյվի, վայելելու երաժշտություն ու Ground Zero-ի համեղ սուրճը։ Հայաստանում նման ձևաչափի միջոցառումների անցկացման կարևորության մասին խոսեց Space-ի ղեկավար Լիդիա Պակովան։ FT&FT Digital Space-ում անցկացվող այս ֆորմատը, այսինքն ցերեկային Coffee Rave-ը, Yo Voice-ը տարբերվում է նրանով, որ մեզ մոտ այն ուղեկցում է արվեստի յուրօրինակ գործերով։ Այսօր մեզ մոտ ցուցադրված է Արման Օհանյանի աշխատանքները ու այցելուները կարող են տեսնել։ Երիտասարդ նկարիչ Արման Օհանյանի աշխատանքներն առաջին անգամ էին ցուցադրվում նմանօրինակ նորարար միջավայրում։ Այսօր ցուցադրվում է իմ շիզոֆրենիա շարքից մի ուժուր հատված, ինձ հետաքրքրեց գաղափարը ժամանակակից վայրում, ժամանակակից իվենթի հետ մեկտեղել իմ ժամանակակից ստեղծագործությունները։ FT&FT հետ ծանոթ եմ արդեն բավական երկար, որտեղ ինքը հետաքրքիր է իմ համար այն դասական գեղանկարչության, դասական արվեստի ցենց տեղափոխությունա նոր 21-22-րդ դարի ինչ-որ ցենց նոր բան։ Միքայել Վեքիլյանը խոսեց Yo Health-ի նոր պրոդուկտի, Yo Blog-ի մասին, որտեղ կարելի է ոչ միայն վարել բլոգ, կիսվել նկարներով, վիդեոներով եւ հոդվածներով, այլև մոնետիզացնել դիտումները եւ ստանալ FTN-ներ որպես պարգևատրում։ Մենք փորձում ենք Yo Health-ը քայլ զարգացնենք ու այս պետությամբ մենք ներմուծում ենք մի բավականին մեծ հատված, որը կոչվում է Yo Blog։ Yo Blog-ը իրանից ներկայացնում է հայկական սոցիալական պլատֆորմ, ինչը Yo Health-ը սարքում է սուպեր app։ Ground Zero-ի բար մենեջեր Եվա Մալխասյանը անդրադարձավ FT&FT-ի հետ համագործակցությանը։ Վերջերս Դուբայում տեղի ունեցավ նմանատիպ մեծ ռեյվ, որի ժամանակ սուրճը համադրվեց մյուզիքի FT&FT-ի հետ եւ քանի որ FT&FT-ն միշտ Հայաստան փորձել է բերել նորարարություններ, որոնք ներկայիս երիտասարդներին կհետաքրքրեն, փորձեցինք մենք նույնպես նմանատիպ ինչ-որ բան ստեղծել, դրա համար որոշեցինք արվեստը եւ սուրճը համադրել իրար հետ, ինչը ինձ թվում է բոլորին դուր է եկել ու շարունակելու ենք նույն կոնցեպտով։ Yo Voice-ը երաժշտության, արվեստի եւ սուրճի հիանալի համադրություն էր, լի էներգիայով եւ թվային արվեստի անմոռանալի փորձառությամբ։